Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Լիլիթ Ավդալյանն է։ Բարև ձեզ, Լիլիթ։ Բարև ձեզ, Անահիտ ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Լիլիթ, զրույցը ուզում եմ սկսել ձեր գործունեության սկզբից եւ առհասարակ մեր հայկական մենթալիտետից։ Շատ դերասանուհիներ են պատմում եւ նաեւ դերասաններ, ինչու՞ չէ, որ իրենց գործունեության սկզբում ընտանիքն է դեմ եղել դերասանական արվեստին եւ այլն։ Ձեր դեպքում եւս այդպես է եղել, ունեցել եք հայրիկի խոչընդոտություն, այնուհետև պապիկի հետ կարողացել եք հարթել։ Ձեր կյանքի այդ փուլի վերադառնալով ուզում եմ նաեւ հայտնեք ձեր կարծիքը, ձեզ ինչով է պայմանավորված, երբ մարդիկ դերասանի մասնագիտությանը այլ աչքով են նայում։ Անտիր հարց է։ Իրականում երևի հենց վերջից գամ, նայում են այլ աչքով, որովհետև մեր մասնագիտությունը շատ բացահայտ է, շատ է խոշորացույցի տակ, այսինքն ցանկացած ուրիշ մասնագիտության մարդիկ կարող են անել ինչ-որ գործողություններ, օրինակ, չգիտեմ, ծխել, մի քիչ ազատ լինել եւ այլն, աղջիկների մասին օրինակ վերցնենք ու դա չերևա, այսինքն դա տենց աչք չծակի, բայց երբ որ մարդը հանրային է իրան ճանաչում են ու մեկ էլ տեսնում են օրինակ, չգիտեմ, մանավանդ Հայաստանում փողոցում ծխեց, վերջ, դա արդեն տանում է լրիվ ուրիշ կողմ։ Իսկ ինչու էին դեմ իմ ծնողները։ Ես այդ ժամանակ գնում էի ժուրնալիստիկայի, ոնց որ անցել էի միջազգային մրցույթ եւ UNICEF-ը կազմակերպել էր ժուրնալիստիկայի դասընթացներ, մենք տպագրվում էինք ազգ օրաթերթում, 9 ամսյա դասընթացներ, ստացել եմ դիպլոմ որպես մասնագետ լրագրող UNICEF-ի կողմից, մասնակցել եմ մամուլո ասուլիսների տարբեր, խոսել եմ երեխաների պաշտպանության թեմայից ու միջազգային անգամ բանով, ունեցել եմ մեծ ինտերվյուներ, գնացել եմ հենց բարեկամքի դեսպանների հետ եմ ինտերվյուներ ունեցել, մի խոսքով ես, այսինքն լրիվ ինձ զգում էի ձուկը ջրում այդ մասնագիտության մեջ, իմջելոց հիմա արդեն 5 տարի է դաս եմ տալիս մուլտիմեդիայի դպրոցում, այսինքն այդ մասնագիտությունն էլ ես ունեմ ու զբաղվում եմ նաև դրանով, իհարկե որպես լրագրող հիմա չեմ խորանում, ես ավելի շատ Սիմոն լինել ես կողմում։ Չէ, այսօր մեր օրերում որպես լրագրող։ Հա, չէի էլ երևի ուզի տենց գնայի հարցեր տեսնում, ես պատասխանել հարցերի։ Իսկ papan քանի որ տեսնում էր, որ ինձ մոտ դա լավ է ստացվում ու վստահ էր, որ պիտի այդ ուղղությամբ գնամ, հետո որ ես ասացի, չէ, ես ամեն դեպքում դերասանուհի, տենց մի քիչ նեղվեց, իսկ մաման ամբողջ կյանքում իր արդեն 30 տարի համարյա աշխատում է Պարոնյանի թատրոնի նվագախմբում ու ինքը տեսնում էր այդ կյանքը, ինքը ասում էր դու ցենց կողքից ես ախր նայում, դու չես հասկանում, որ իրական շատ դժվար է, 100 տեղ գնում աշխատում են, որ մի քիչ փող աշխատեն, վազում են, դու չես պատկերացնում ինչ ծանր է ստեղ լինել, հետո վազել նկարահանման, հետո հետ գալ թատրոն ներկայացման, ասում եմ ոչինչ դուք չեք հասկանում, ես պատրաստ եմ ու հիմա իրականում, երբ որ ինձ գալիս ասում են ուզում եմ դառնալ դերասան, չգիտեմ, դերասանուհի, ինչա պետք, ասում եմ առաջին հերթին պետքա հասկանաս, ուզում ես դառնաս իրոք դերասան, թե ուզում ես ուղղակի հայտնի դառնաս, մի երկու տեղ երևաս, շատ տարբեր բաներ են դրանք, որովհետև եթե ուզում ես դառնալ դերասան, պիտի թողնես շատ բաներ քո կյանքում, լիքը բան զիջես, լիքը բանից քեզ զրկես, թեկուզ սովորելու տարիներին։ Մենք գնում ենք ինստիտուտ առավոտյան ժամը 9-ին սկսվում էր դասերը ու ոչ մեկ չգիտեր երբ է գնալու տուն։ Օր ա եղել, երբ որ papan գիշերվա 1-ին 2-ին եկել է իմ հետևից ինստիտուտ ու երևի չէր էլ հավատում, որ ես իրոք դասի եմ այդ ժամին։ Ու երբ որ ասենք մի 4-5 կուրսով այդ ժամին դուրս ենք գալիս փորձից ներկայացումից, արդեն եմ որ պարզ էր դառնում, որ չեմ խափում իրոք փորձի, սենց ա եղել ռեժիմը, այսինքն դու պիտի հասկանաս ուր ես գնում, զուտ հայտնի դառնալու համար հիմա Փառք Աստծո կա ինտերնետ, կան լիքը կաստինգ ստուդիաներ, որոնք տալիս են այդ հնարավորությունը, պետք չի գնալ այդքան չարչարվել։ Լիլիթ, նշեցիք, պետք է հասկանան, ուզում են դառնալ դերասան, թե պարզապես ուզում են հայտնիություն ունենալ։ Բայց եթե խոսենք այս ամենի հակառակ կողմի մասին, ցավոք սրտի, հեռուստադիտողը հանդիսատեսը երկուսին էլ նայում է նույն աչքով եւ չի գնահատում ձեր նշած դաժան ու դժվար ճանապարհը, որը անցնում է դերասանը։ Իրականում իմ համար շատ ցավոտ թեմա է, ես էլի բազմիցս եղել ա որ ասել եմ այս մասին,
անկեղծ եմ ասում, դեմ չեմ են մարդկանց, ովքեր կարողանում են հասնել, այսինքն ամրոսմա հալալ է իրանց, եթե հասել են, եթե կարողացել են ինչ-որ բանով հանդիսատեսին գրավեն, եթե ես լիքը մարդ գիտեմ, որ իրենց վրա աշխատելով կարողացել են հասնել բարձր մակարդակի, այսինքն չեմ ասում, որ եթե կրթություն չունի վերջ, ես իր հետ չեմ աշխատի կամ չեմ հարգում, դա չի, բայց ամեն դեպքում կրթությունը շատ կարևոր է, ցանկացած գործի մեջ։ Եթե ես չունենայի ժուրնալիստի մասնագիտություն, այդ 9 ամսյա կուրսերը դիպլոմավորված ժուրնալիստ չլինեի, երբեք չէի համաձայնի դասավանդել անգամ որպես հաղորդավարության դասախոս, որովհետև ես կարծում եմ, որ եթե դու մի բան մի տեղ մտնում ես, մի ոլորտ մտնում ես, գոնե միջինից բարձր մակարդակի դու պիտի լինես, այսինքն տենց 0-ով մտնել զուտ տեսքի համար, ոնց հայտնվում են, տենց անհետանում են այդ աստղերը մարող։ Էլի եմ ասում, ոչ մեկին վատ բան չեմ ուզում ասել, բայց հա, անգամ եթե տենց վերջում չեն դառնում դերասան, բայց թատերականի բազան, թատերականի միջելոց մարդիկ, թատերականի բազան շատ ուժեղ հիմք է, որովհետև դու դառնում ես բազմակողմանի զարգացած մարդ, մենք անցնում ենք ամեն ինչ, պատմությունից սկսած, լեզուներով վերջացրած, հոգեբանություն, փիլիսոփայություն, սուսերամարտ անգամ, այսինքն լինելով ուղղակի այդ միջավայրում, շփվելով այդ մարդկանց հետ, այդ մեծությունների հետ, դու արդեն ուրիշ մարդ ես դուրս գալիս այդտեղից, անգամ եթե հետո չես շարունակում։ Ինձ համար կրթությունը շատ կարևոր է, շատ։ Իսկ որոշակի առումով չեք այսպես նեղսրտել, երևի չգիտեմ բառը որքանով է ճիշտ այս պահին եւ տեղին, որքանով եք նեղսրտում, որ դուք անցնում եք այդ ճանապարհը, դուք ստանում եք այն գիտելիքները, որ պետք է, ինչքան էլ նշում եք, որ գալիս են արտաքինի համար հետո կորում են, բայց այնուամենայնիվ այդ պահին իրենք զբաղեցնում են, չէ՞, այդ տեղը, որը որ օրինակ կարող է զբաղեցնել մեկ այլ դերասանուհի, իսկապես դերասանուհի։ Սրտնեղում եմ, շատ լավ բառ է ու շատ ա եղել, որ իրոք նեղվել եմ ու անգամ ասեմ ինձ համար չեմ նեղվել, որովհետև երբ որ տեսել եմ մի անգամ տեսա մեր ինստիտուտից մի աղջիկ, ով շատ տաղանդավոր էր, ես իրան ինստիտուտում իր բոլոր ներկայացումները գնում ասած նայում էի, ինքը շատ շնորհքով էր իրոք ու մի օր պատահաբար տեսա, որ ինչ որ սրճարանում մատուցող է աշխատում ու այնպես չի, որ տենց հալավ ժամանակավոր մտել է աշխատի հետ, ինքը վերջ թողել էր ամեն ինչ ու գնացել հիասթափվել ու տենց մի հոգի չի շատ ես կարճել եմ այս ամեն ինչից ես չեմ հիասթափվել իրոք չեմ հիասթափվել այնքան ա եղել որ չես կարա չէ քոնը չի մաման անգամ չես տեսնում որ չի ստացվում վերջ փոխի ոլորտդ եւ այլն ես ասենց կարճած մնացել եմ անվճար եմ նկարահանվել շատ տեղերում այնքան որ գնացել եմ ասել եմ հա կգամ այնքան որ լինեմ այս ամեն ինչի մեջ Որն էր այդ ուժը, որ ձեզ կարողանում էր առաջ տալ։ Սերը իմ մասնագիտության հանդեպ։ Ես ոչ մի վայրկյան չեմ փոշմանել կամ կասկածել իմ ընտրած ես իմացել եմ, որ դա իմն է, ես ինձ փորձել եմ ուրիշ ոլորտներում եմ փորձել եմ ընկերուհիս մի անգամ գնում էր հանգստի եւ իրեն պետք էր փոխարինող հաշվապահական մեծ օֆիսում ընդհանրապես պետք էր այնտեղ նստած լինել։ Ոչ մի ֆունկցիա տենց հատուկ չունեի Ուղղակի պետքա զանգերին, եթե պետք լիներ պատասխանել, մի խոսքով հեշտ, հանգիստ, հարմար գործեր, չի կարողանում։ Ժամը 5-ին փակվում էր այդ կազմակերպությունը, 5-ին 2 պակաս ամեն ինչ անջատում էի, անգամ լույսերս ինձ սպասում էի, որ հենց 5-ը լինի, ես ուղղակի վազելով դուրս գամ այդտեղից, այսինքն ես ընդհանրապես ինձ ուրիշ ոչ մի ոլորտում չեմ տեսնում։ Լիլիթ, իսկ նշեցիք կարճած եք եղել, այդ կարճած լինելու ժամանակահատվածում հատկապես որ դժվարություններն էին, որ ձեզ ինչ-որ առումով սենց պոկում էին այդ տեղից, որտեղ որ կարճել եք։ Դե հենց այդ նախորդ հարցը իրականում, երբ որ տեսնում էի, որ մարդիկ, ովքեր ոչ մի բան չեն անում, ուղղակի ինչ-որ Instagram-ով վիդեո են հրապարակում, որտեղ մի փոքր բաց են հագնված կամ բան, մի քանի օր հետո ինչ-որ մի պրոյեկտում գլխավոր դերով են նկարվում եւ երբ որ տեսնում ես այդ ճանապարհը։ Չէ։
Իրականում ես Instagram-ում շատ ակտիվ եմ ու այնպես չի որ ասենց ասեմ տարազներով եմ գալիս տենց չի այն եմ ինչ կա բայց հատուկ ինչ որ բան անել հայտնի դառնալու համար այդ ճանապարհով հաստատ չէ իսկ այդ հիասթափությունը միշտ եղել է հենց այդ պահերին երբ որ տեսել եմ որ անգամ չգիտեմ իմ համար կարևոր է երբ որ մարդուն ես մանավանդ եթե նայում են երեխեքը այդ դեռահասները ինչ որ գոնե սովորելու բան ունենան կամ ասենք այդ տվյալ մարդը ինչ որ մի բան խորհուրդ տա իրանց չգիտեմ ասենք թե ասի եկեք այս գիրքը կարդացեք կամ բայց երբ որ տեսնում ես մարդուն լիքը երեխեք սիրում են ու ինքը ինչ որ շատ ռաբիզ երգիչի օրինակ երգի տակ սթորիներ անում այդ իմ համար ցավոտ թեմա էր այդ ժամանակ հիասթափվում էի հիասթափվել եմ շատ երբ որ ասել են քո կազմվածքով աղջիկը երբեք չի կարող ունենա գլխավոր դեր Ինչու՞ էր պայմանավորված ինձ ասում էին դու ընդունված ստանդարտներին չես համապատասխանում հասկանալի Լիլիթ տեսեք սովորաբար բան ասեմ երբեք չեմ ուզել համապատասխանել ընդունված ստանդարտներին ես դա եմ ուզում հարցնել իրականում ընդունված ստանդարտներ բայց ում կողմից են ընդունված այդ ստանդարտները դեռևս բարձ չի Ընդհանրապես բարձ չի, որովհետև ես ինքս, էլի եմ խոսել այս մասին, բայց ես ինքս մաքսիմալ պրոպագանդում եմ էնել Հայաստանում body positive ուղղվածությունը, ես ինքս մասնակցում եմ նորաձևության շաբաթն Երևան Fashion Week-ին 2 անգամ մասնակցել եմ որպես plus size model, ես ինքս հիմնական նկարահանվում եմ ինչ-որ կերպարներս միշտ այդ թեմայով են բնականաբար, այսինքն ինչ-որ հումորներ ալինում այդ թեմայով եւ այլն, բայց միշտ տանում եմ այնտեղ, որ մեկը ես սիրում եմ այնպեսին ինչպեսին կամ ու դրա մասին է, ես անգամ Instagram-ում ունեի տենց վիդեոներ, ռիլեր էի նկարում այդ մասին, պատմում էի, ինչա body positive-ը ինչի համար է պետք ու դա նրա մասին չի որ չէ ոնց կա տենց այսինքն ես դա չեմ ասում որ եթե խանգարում է ինչ որ բան հա պետք է ուղղել օքեյ եթե դա մանավանդ առողջությանն է վնասում կամ չգիտեմ այդ մարդը դրանից շատ կոմպլեքսավորվում է ու միայն քաշի մասին չի դա այսինքն կարա շատ բոյով աղջիկը կոմպլեքսավորվի կարա կոմպլեքսավորվի մարդ ու վրա չգիտեմ ինչ որ հետքեր body positive-ը վերաբերվում է ցանկացած մարմնի հետ կապված ինչ որ խնդրի, եթե մարդը դրանից կոմպլեքսավորվում է։ Ես ընդհանրապես բոլորին հորդորում եմ, որ նախ եւ առաջ մի հատ ընդունեք ձեզ նենց ոնց որ կաք, սիրեք ձեզ նենց ոնց որ կաք, մնացածը հնարավոր է ուղղել։ Լիլիթ, տեսեք, սիրեք ձեզ այնպես ինչպես որ կաք, դա շատ դժվար է։ Շատ դժվար է։ Եթե խոսենք այս պարագայում ձեր մասին, նախկինում դուք ունեիք բարդույթներ։ Եվ փառք Աստծո, դուք եկաք այն կետին, որ դուք սկսեցիք սիրել ձեզ եւ սկսեցիք ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կաք եւ սիրեք։ Այդ ինքնավստահության ձեռքբերումը ամենադժվար խնդիրներից է այսօր, հատկապես աղջիկների դեպքում։ Լիլիթ, երբ օրինակ ռեժիսորները ասում էին, որ դուք համապատասխան չեք, երբ օրինակ դուք քայլում եք մտածելով, որ ձեր հետևից նայում են եւ այդպեսի հետաքրքիր է, որտեղ եք նորից եմ այս ուժի մասին ուզում խոսել, որտեղից եկավ այն ուժը եւ ով տվեց ձեզ այդ ինքնավստահությունը, բացի ձեր նշած մարդկանցից, ում մասին ես նախորդ հարցազրույցներում ինֆորմացվել եմ, ով տվեց ձեզ այդ ուժը, ինչպես կարողացաք ինքներդ ձեզ հետ աշխատել եւ այսօր դառնալ այն Լիլիթը, որին նայելիս բացարձակ չի երևում, որ ինքը ինչ-որ մի բանից նեղվում է։ Իրականում կարող եմ ասել, որ այնպես չի, որ լրիվ անցել է այդ կոմպլեքսները, որովհետև օրինակ այդքան է կոմպլեքս չի, կարող ինչ-որ պահի տակ ուղղակի տեսնեմ ինչ-որ սիրուն շորիկ ու մտածում, այ կարող է մի քիչ ուրիշ լինեի, այս շորիկը ինձ սազեր, օրինակ չնայած հիմա նաև գովազդում եմ տարբեր տենց երեկոյան շորիկներ հագնում եմ ու չեմ էլ մտածում սիրուն չի, բայց այդ ուժը երևի թե այսպես նույն body positive-ի մասին իմանալուց, ուսումնասիրելուց, հասկանալուց, որ ամեն մարդ իրականում յուրահատուկ է ու հենց այդ է սիրուն։ Երբ որ տեսա այդ շրջանում շատ էր բոլորը վիրահատվում էին ու բոլորը նույն դեմքով էին ու երբ որ անդադ ինձ կողքից ասում էին վայ ինչ հետաքրքիր ես ինչ սիրուն է քո դիմագծերը օրինակ այնպես մտածում եմ ասում եք ով է ճիշտ են ասում այս մարդիկ
Ունեի դասախոս, իմ բեմական խոսքի դասախոսով ինձ շատ օգնեց Արմինեն Անդրեասյան։ Մենք ինքն հետ ահռելի աշխատանք արել, հոգեբանական, ինքը ինձ կարողացավ ապացուցի, որ ես սիրուն եմ ու ես լավն եմ։ Ու նաև եղավ ուշադրություն հակառակ հա սերի կողմից, երբ որ զգում ես քեզ վրա այդ ուշադրությունը, երբ որ զգում ես, որ կա մարդ, ով քեզ գնահատում է, սիրում է, այդ ուշադրությունը տալիս է, անկախ քեզնից սկսում ես քեզ սիրել։ Դուք ձեր անձնական կյանքի մասին գրեթե չեք խոսում։ Համենայն դեպս ես չեմ հանդիպել հարցազրույց, որտեղ որ անկեղծանանք ու պատմեք, բայց այս պահին դուք շատ գեղեցիկ ձևով թեման ուղեցիք դեպի անձնական կյանք, իսկ ես չեմ կարող առիթը բաց թողնել, այդ պատճառով ուզում եմ հասկանալ այս պահին ինչ է կատարվում ձեր անձնական կյանքում եւ ով է այն տղան, ով իր ուշադրությամբ որոշակի առումով օգնել է ձեզ։ Դե չեմ ասի ով էր այն տղան հիմա չկա իմ կյանքում, բայց կարևորը գեղեցիկ քայլ է արել ու թողել է հետ որոշակի առումով։ Իրականում ես միշտ շնորհակալ եմ իմ զգացածի համար, որովհետեւ ես անանց մարդ եմ տեսակով, որ ես միշտ պիտի ինչ-որ էմոցիա ունենամ, երկվորյակ եմ համաստեղությամբ, ես գիտեմ, կարդացել եմ, որ դա շատ տենց, այսինքն միշտ պետք է ասենք ինչ-որ հետաքրքրություն ունենանք եւ ես այդպեսին եմ, ես եթե չլինի ինչ-որ տենց հետաքրքրություն իմ կյանքում, կյանքս շատ անգույն ու անհետաքրքիր է, այնպես որ ես բոլոր անգամ վատ բաները դնում եմ մի կողմ ու հիշում եմ լավը միշտ ու շնորհակալ եմ միշտ այն մարդկանց, ովքեր եղել են, տենց ինչ-որ հետաքրքրություն ա եղել իրանց հանդեպ։ Ես շատ էմոցիոնալ եմ, ես շատ եմ ցույց տալիս իմ էմոցիաները, չափից դուրս շատ ու այն որ անձն աչքով անգամ նկատելի է, դա շատ մեծ թերություն է, մանավանդ հարաբերությունների մեջ, որովհետև ես այսպես հետո ստացվում է, որ լավ չի ստացվում։ Այսինքն ձեր խոսքից կարող եմ հասկանալ, որ շատ էմոցիաներ տալը, շատ սեր տալը միգուցե տղամարդկանց մոտ հակառակ էֆեկտն է առաջացնում։ Տալը չէ, ցույց տալը ավելի շուտ կարող ես տալ, բայց այդ լինի այդ էմոցիաները ավելի զուսպ, բայց ոչ թե այնց որ գժինը ման հորսն աստվածացնել պետք չի ամեն դեպքում, ով ուզում է լինի։ Դուք աստվածացրել եք։ Ես այդ օրինակի մասին եմ ուզում խոսենք, իսկ ու նա հիմա, այսինքն ինչ կատարվեց, երբ ես տեղյակ եմ, որ երկար տարիների հարաբերություններ է եղել, շուրջ 7 տարի։ Հա, բայց իրականում մշտական 7 տարի չի եղել։ Եղել է, ասած կար։ Ինչու՞ չկար։ Ես եմ խնդիրը հավանաբար, որովհետև երբ որ տեսնում ես, որ տենց իրավիճակը պիտի ուղղակի դուրս գաս այդ ամեն ինչի միջից, իսկ ես մտածում էի, լավ, հետ եկավ, չէ, այս անգամ էլ ներենք, այս անգամ էլ փորձենք, այս անգամ կարող է հասկացել է հետ եկել, բայց երբ որ մարդը պատրաստ չի, ուրեմն պատրաստ չի, կամ քո հետ պատրաստ չի, չեմ կարող ասել։ Ինքը ասում էր, որ պատրաստ է հենց իմ հետ, բայց պատրաստ չի առհասարակ։ Հիմա ես չեմ կարող ասել, կարող ինքը ընդհանրապես պատրաստ չէր, կարող է հենց ինձ հետ պատրաստ չէր ունենալ ընտանիք եւ այլն։ Համենայն դեպս ես իրան անկեղծ, ես իրան մաղթում եմ ամենալավ բաները այս կյանքում։ Մի քիչ լուրջ կռվով եղավ մեր այդ բաժանումը, բայց ես ներել եմ, ես անցել եմ առաջ, ես իրան դուրսը տեսնելուց շատ ջերմ բարևում եմ, շատ լավ հարաբերություններ եմ պահում իր հետ, այսինքն ընդհանրապես չեմ նեղացած, չեմ չարացած հաստատ, չնայած բաժանվելուց շատ վատ բաներ եմ ասել, բայց չարացած չեմ հաստատ, ընդհակառակը ես շատ ուրախ կլինեմ, եթե իր կյանքը լավ դասավորվի։ Ես կարծում եմ, որ չեն չարանում, չեն նեղանում, հատկապես աղջիկները կյանքի իրենց այն փուլում, երբ ոչինչ չեն զգում տվյալ մարդու հանդեպ։ Ես շատ էմոցիոնալ եմ, նորից եմ ասում, ես շատ ժամանակ չեմ հասկանում իմ զգացմունքները, չէ, ուղղակի ես պահի տակ մի հատ իմ մեջով անցկացնում եմ ու բաց եմ թողնում, ներում եմ բոլորին։ Դա կարող է լինել ընկերուհի, ով շատ վատ է օրինակ պահել իմ հանդեպ։ Ես կարող եմ իր հետ չշփվում, բայց ես իմ մեջով մի հատ անցկացնում եմ, վատը
թափում եմ, թողնում եմ լավ էմոցիաները, լավ հիշողությունները ու դրա հիման վրա ես այդ մարդուն նորից դրսում տեսնելուց կարող գնամ, գրկեմ, բարևեմ, ընդհանրապես չգիտեմ, ինձ խանգարում է այդ վատ էմոցիան։ Ընդհանրապես ինձ թվում է բոլորին է խանգարում այդ վատ էմոցիան։ Ավելավ այդ վատը թափես, հիշես լավը, անգամ եթե իր հետ էլ չես շփվում, բայց այդ լավով իրան հիշես միշտ։ Լիլիթ, յուրաքանչյուր մարդ, ով գալիս է մեր կյանք, գալիս է ինչ-որ դաս տալու, որովհետև ես կարծում եմ, որ ոչինչ պատահական չի։ Եթե մեր կյանքում կա տվյալ մարդը, թեկուզ մի քանի րոպեով, ուրեմն դա պետք է։ Ձեր կյանքի այդ ընթացքից ինչ դաս եք քաղել, որը կիրառում եք այսօր, օրինակ նոր հարաբերություններ ստեղծելու այդ սկզբում։ Չեմ կիրառում, հիմա տալի նույն sense էմոցիոնալ վիճակն է։ Չէ, իրական երևի թե եկել եմ այն եզրահանգմանը, որ պետք է ինձ ավելի սիրեմ ու գնահատեմ ու չմաշեմ, հա, այնտեղ որտեղ պետք չեմ ես, չլինեմ այնտեղ որտեղ ես պետք չեմ, բայց դեռ չի ստացվում, եկա դեռ էլի սենց վիճակների մեջ եմ։ Հիմա սենց մի քիչ ուրիշ արդեն մարդու վրա ունեմ սենց էմոցիաներ, բայց էլի նույն ձևը եմ, որ սենց էլի ինքը վերջն է, ինքը Աստված է, որ ինքը վերջն է, մտածկով։ Պետք է ուղղել այդ սխալը, որովհետև միշտ նույն խնդիրն է ինձ մոտ, որ չգիտեմ ինչի։ Տեղ չեք տալիս, որ նրանք ձեզ աստվածացնեն։ Պետք չի աստվածացնել, էլի եմ ասում, ոչ ինձ, ոչ ինչ-որ մեկին, ընդհանրապես պետք չի։ Լիլիթ, իհարկե շատ հետաքրքիր է ձեր կյանքի անձնական փուլը։ Ասած չէի բացվել ոչ մեկի մոտ։ Եվ հույս ունեմ, որ շատ շուտով դուք իսկապես կգտնեք այն մեկին, ով նույնիսկ ձեր այդ գեր էմոցիոնալ եւ գեր աստվածացնող տեսակը կընդունի, կհասկանա եւ իդեալական կլինի։ Մերսի, ձեր հարաբերությունները։ Շնորհակալ եմ, որտեղ իրական դա իմ կյանքի ամենամեծ երազանքն է, բացարձակ արժեքը հաղորդման անունը, ինձ համար բացարձակ արժեքը ընտանիքը, այն ընտանիքը, որ ունեմ, ապրում եմ այդ ընտանիքում, ծնվել եմ եւ հաստատ այն ընտանիքը, որը կազմելու եմ, լինելու է բացարձակ արժեք։ Ես անգամ կարող եմ հրաժարվել շատ բաներից, նույնիսկ մասնագիտությունից։ Նույնիսկ դժվար է շատ, բայց եթե պետք լինի, անգամ հա։ Սովորաբար նման ընտանիքի հանդեպ նման վերաբերմունք ու ձգտում ունենում են այն աղջիկները, ովքեր մեծանում են այդպես գեղեցիկ ընտանիքում, սիրով լեցուն։ Կարծես թե ես հասկացա, որ ձեր ընտանիքը եւս այդպես է եղել ու հիմա վայ ինչեւ մայր մաման ոնց են իրար նայում, որ սենց լավ դե։ Հերիքա։ Անկեղծ այդ հա, այդ շատ այնքան կարևոր է, որ երեխան տենց ընտանիքում ամեցան, բայց մի կողմից էլ այս դարում մի քիչ դա խնդիր է, որովհետեւ չգիտեմ, հիմա ես չգիտեմ կա այդ ձևի սեր թե չէ, որովհետև երբ որ նայում եմ իրանց, երազում եմ, որ իմն էլ տենց լինի, ես էլ տենց մեկին գտնեմ, բայց հետո պարզվում է, որ միգուցե այդ սերը այդպիսին է դառնում տարիների ընթացքում, որովհետև ի սկզբանե միգուցե այս օրերում այդ արժեքը չունի սերը, բայց երբ մարդիկ միմյանց հետ անցնում են ամեն բանի միջով, դժվար ճանապարհով եւ հասկանում են վերջում, որ ունեն իրենք իրար միմյանց, այդ ժամանակ կարծում եմ բազմապատկվում ու ավելի ամուր հիմք է ունենում սերը։ Հուսանք, տեսնենք։ Լիլիթ, խոսելով մայրիկի մասին, հիշեցի, որ մայրիկը ունեցել է արվեստի հետ կապ եւ հատկապես թատրոնի։ Դուք ի սկզբանե ավելի շատ սերիալներից առաջ հանդես էիք գալիս թատրոնում եւ գեղարվեստական ֆիլմերում ու չեք էլ պատկերացնում, որ սերիալը կարող է ձեզ բերել այն հայտնիությունը, որը օրինակ չէր բերի գեղարվեստական ֆիլմ։ Իհարկե ցավոք սրտի, որ այսօր թատրոնը չի տալիս մարդուն այն ճանաչումը, ինչը օրինակ սերիալը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Շատ դերասանուհիներ նշում են, որ թատրոնի հոտը, թատրոնի բեմը, թատրոնի փոշին ոչինչի հետ չեն կարող համեմատել։
Մյուս մասն էլ նշում է, որ սերիալը այն տեղը չէ, որ իրենք պետք է ներկայանան։ Այսինքն դերասանների մեջ այս թեմայով շատ հակասություններ կան։ Պատկերացրեք, քանի դերասան հյուր եմ ունեցել եւ քանի կարծիք եմ լսել։ Հետաքրքիր է ձեր դեպքում ինչպես է։ Թատրոնը այդ բարձր արժեքը այնուամենայնիվ ունենալով կարողանում է պահել դերասանին իր բոլոր ինչու՞ չէ նաև ֆինանսական մասով։ Հայաստանում ցավոք սրտի ոչ, բայց գիտեք, ես կարծում եմ, որ եթե դու ընտրել ես դերասանի մասնագիտությունը, մեր ինստիտուտը անգամ հենց այդպես է կոչվում թատրոնի եւ կինոյի, այսինքն թատրոնը ով եղել է բեմում, ով առնչվում է բեմի հետ ու սիրելով ընտրել ես մասնագիտությունը, միանշանակ չես կարող ոչ մի բանի հետ փոխել, որովհետեւ այդ կենթանի էմոցիան, էլի էմոցիայի մասին եմ ես, բայց այդ կենթանի էմոցիան, այդ պահի տակ, այդ պահին է, եթե անգամ սխալվես, պիտի պահի տակ հասկանաս ոնց ուղես այդ կամերա չի, որ մի հատ էլ ստոպ, մի հատ էլ լավ չէր։ Հանդիսատեսի այդ սերը, հանդիսատեսի մանավանդ խաղում եմ մանկական ներկայացումների մեջ, հալվում եմ, ես դուք չեք ուղղակի պատկերացնում, ես sense նստում եմ, եթե իմ տեսարանը չի անգամ կուլիսներին, ամենամոտ են հատվածում, sense ուշադիր լսում եմ իրանց ռեակցիաները, ոնց են հավատում, ոնց են ռեակցիա տալիս, չգիտեմ ինչ է ինձ հետ կատարվում։ Մանավանդ աշխատել մանկական ներկայացումներում երեխեքի համար, այդ մի հատ լրիվ ուրիշ աշխարհ է, անբացատրելի ու որ մի խոսքով դա չես համեմատի ոչինչի հետ։ Բայց եթե դու ընտրել ես թատրոնի եւ կինոյի դերասան մասնագիտությունը, չպիտի թերագնահատես նաեւ այս մյուս ոլորտը, որովհետեւ այսօր հենց սերիալն է բերում հայտնիություն, հենց սերիալն է բերում այդ անունը, հենց սերիալն է բերում Ռոզալի ֆիլմը, որտեղ ես երկրորդ գլխավոր կերպարով եմ հանդես եկել, համարյա տարի ու կես անգամ 2 տարի եղել է մեծ էկրաններին։ Հայաստանի համար այդ սենսացիա էր, այդքան երկար մնալ մեծ էկրաններին։ Մարդիկ հազարավոր մարդիկ են նայել ֆիլմը։ Ինձ չեն տեղը չէին բերում, որտեղից են ճանաչում։ Վայ, հա, այն դերասանուհին է, որտեղից ենք ճանաչում։ Սերիալը միանգամից բերեց այդ հայտնիությունը։ Այսինքն չի կարելի թերագնահատել այն աշխատանքը, որը քեզ կոպիտ ասած պահում է։ Որովհետև հա, եւ գումար կա սերիալներում, ֆիլմերում եւ ճանաչելիությունը դա բարձրանում ու ես ինքս շատ դեպք եմ, որ ասում են, երեխես նայում ա ձեր սերիալը, նեղվում եմ, ասում եմ, բայց երեխան կարա ավելի լավ բաներ նայ, ինչի է սերիալ նայում, բայց այդ չի նշանակում, որ ես գցում եմ, հա թերագնահատում եմ, ուղղակի իրոք կարծում եմ, որ կոնկրետ սերիալները հասցեագրված են, կոնկրետ, այո, նախ տարիքային խումբ ունեն, երկրորդ թիրախային խումբ ունեն, այսինքն իրանք ավելի հասցեագրված են, կոնկրետ, չգիտեմ, տնային տնտեսուհիների համար, որ գործ անելուց որ նայեն, զբաղվեն, տատիկների համար օրինակ, որ տանեն, բայց երբ որ երեխեքը այդ դեռահաս տարիքի այնց թեմաների մեջ են այդ տարիքից անգամ փոքր, չգիտեմ, դավաճանություն, սպոնությունը, իմ համար այդ մի քիչ ցավոտ է, բայց երբեք չեմ թերագնահատում ու չեմ ասում, հա դե լավ սերիալում է նկարվում, չէ կյանքում, որովհետև սերիալում նկարվելն էլ իր բարդություն, ֆիլմերում էլ, սերիալներում էլ դա էլ լրիվ ուրիշ բարդություն է։ Ես ինքս ունեմ խնդիր, ես ինքս բեմում քանի որ պիտի ամեն ինչ անես մեծ ու ես էլ միշտ սենց եմ կյանքում եմ այդպես շատ եմ շարժվում, ժեստերս շարժումն ես, միմիկանես մի քիչ շատ են։ Կամերան միանգամից դա վերցնում է։ Դա էլ խնդիր է, երբ որ կամերան խոշորացույց է ու դու մի բան ավել ես անում, արդեն դառնում է գերխաղ, այսինքն պիտի ընդեղ էլ լրիվ ուրիշ իրականության հետ համակերպվես, լրիվ ուրիշ ձև քեզ ներկայացնես, որ ճիշտ լինի։ Եվ վերջը չպետք է փնովել նաև այն առումով, որ հետո կանգնում բողոքում են, թե ինչու են սերիալներում նկարահանվում X մարդիկ, ինչի դերասաններ չեն նկարվում, շատ դերասաններ հրաժարվում են հանդես գալ երկարաժամկետ լինելուց եւ այլն։ Իսկ հետաքրքիր է ունեք տաբուներ, որոնք երբեք չեք անցնի որպես դերասանուհի։ Հա, իրականում ու շատ ա եղել խոսակցություն, որ ասել են դերասան չես, դերասան եմ, բայց այդ չի նշանակում, որ պատրաստ եմ խոսել ծայրահեղ ժարգոնով կամերայի առաջ, չէ։ Որովհետև ես դասավանդում եմ, ես ունեմ երեխեք, ովքեր ինձ օրինակ են վերցնում
ու ես թույլ չեմ տա, որ նենց բառեր ասեմ եթերում, կապ չունի դա կլինի ֆիլմ թե սերիալ, որ հետո այդ երեխան գա ինձ ասի, այդ ինչ բառ ես ասում, օրինակ։ Ընկեր Ավդալյան։ Հա, ընկեր Լիլիթ։ Իրականում մեկը հենց դա է։ Երկրորդը շատ հաճախ ինձ էլի իմ կառուցվածքի պատճառով տալիս են անբարոյական աղջիկների կերպարներ, ասում են դե տենց քեզ հեշտ է, մի քիչ շատ ենք քսում, մի քիչ կարճ ենք հագցնում, տենց տիպաժային դառնում ես։ Հիմա սկսել եմ դրանից էլ հրաժարվել, որովհետև ասելիք չկա, այսինքն ես չեմ սիրում ինչ որ կերպար, որ չունի ասելիք։ Եթե չունի ասելիք, իմաստը այդ կերպարի թող ուրիշը մարմնավորի։ Եվ հաստատ անկողնային տեսարաններում չեմ տենց շատ բաց տեսարաններում բացահայտ չեմ խաղա, չնայած վերջերս հասկացա, որ եթե խաղընկերոջդ հետ նույն ալիքի վրա եք, այսպես ասած, այսինքն կերպարի մեջ եք երկուսդ էլ ու երկուսդ էլ հասնում եք այդ կետին, որ պիտի լինի այդ տեսարանը, ուրեմն օքեյ է որ լինի այդ տեսարանը, բայց մաքսիմալ երևի թե համբուրի տեսան ու վերջ, բայց էլի եմ ասում, եթե հասնում եք երկուսդ էլ կերպարային այդ կետին, եթե չէ, հաստատ չէ։ Դիտ հետաքրքիր է, օրինակ վստահ եմ հեռուստադիտողին նույնպես կհետաքրքրի։ Ինչ է նշանակում հասնում եք կերպարային այդ կետին։ Ապրում եք այդ էմոցիաները։ Վերջերս ունեցանք նկարահանումի ֆիլմի, որտեղ եղավ այտենց մի հատ պա, իրականում ի սկզբանե ասլի, չէ, ես չեմ նկարում այտենց, բայց հասավ այդտեղ, որովհետև շատ դժվար պայմաններում էինք նկարվում, Խոսրովի անտառի մեջ էր մեր նկարահանումները, ամեն վայրկյան կար վտանգ, որ մեզ վրա կարող է ինչ-որ կենդանի հարձակվի, մրսած, ամբողջ օրը նկարահանմանը, որ ասում սոված, ծարավ, մրսած, կարկուտի տակ, թաց, սենց մեղք մի խոսքով, ոչ մի հնարավորություն չունեինք խանութ գնալու, ինչ-որ բան պատվիրելու, տաքանալու, ոչ մի, ու այդ ամեն ինչը վախի մթնոլորտի մեջ, որ կարող է ցանկացած պահի ինչ-որ մեկը հովազը, չգիտեմ, արջը գա այդ մի քանի օրվա այդքան տենց այդ նկարահանումներից հետո վերջին նկարահանման օրը տենց մի հատ կտոր ունեինք ու որ արդեն մեզ ռեժիսորը ասում է դե ինչ անենք, ոնց փոխենք, ասում պետք չի փոխել, օքեյ է, արդեն այնքան սենց իրար հետ նույն այդ ալիքի վրա էինք, որ օքեյ ենք, այսինքն արդեն այնքան սենց ձուլվել էինք բոլորս իրար, որ հասավ այդ տեսարանը, բայց կարող է լինել լրիվ ուրիշ իրավիճակ, ես հաստատ չհամաձայնվեի, էլի այսպես։ Այս առումով եւս դերասանները բաժանված են կարծես երկու մասի։ Մի մասը դերասանների շատ, այսպես եթե ցիտեմ իրենց, գեղացիություն է համարում, կատարել այն պահանջը, որը որ ռեժիսորն է իրենց առջև դրել։ Նույնը դա վերաբերում է անկողնային տեսարաններին։ Եթե ֆիլմում կամ սերիալում տրված է այդ հատվածը, որ մարդիկ պետք է միասին այդ անկողնում հայտնվեն, ապա դերասանը ինչպես կարող է չիրականացնել դա, չէ՞ որ նա խաղում է այդ դերը եւ պետք է համոզի հանդիսատեսին, որ այո, նրանք այդ անկողնում են։ Գիտես ինչն է խնդիրը, Անահիտ ջան, շատերը, շատ ռեժիսորներ, պրոդյուսերներ կարծում են, որ իրանց պրոյեկտին հայտնիություն ու անուն աբերելու այդ տեսարանը։ Այսինքն անգամ ասելիք չկա դրա մեջ, ոչ մի իմաստ չկա դրա մեջ։ Իրանք ուզում են նկարեն նկարելու համար։ Ու այնպես է ստացվում, որ անում են անելու համար ուղակի։ Իսկ դա ինձ համար անընդունելի է, եթե Սենց ասեմ, եթե կլինի կերպար, որ ես կհասկանամ, որ առանց դրա, առանց այդ տեսարանի իրոք տեղ չի հասնի ասելիքը, կարող է համաձայնվեմ, բայց եթե ասում եմ, ուղղակի ուզում եմ տենց լինի, ինչի համար ես ուզում տենց լինի, որ ռեյտինգ ունենաս, ես համաձայն չեմ քո ռեյտինգը ապահովելու համար, հանդես գամ այդ տեսարանում, ու ես չեմ կարծում, որ դա, հա, էլի եթե դերասանես պիտի ինչ-որ առումով ենթարկվես սցենարին, ռեժիսորին, բայց դու էլ անհատականություն ես, դու էլ մարդ ես, ով որ ունի սկզբունքներ, ու ես շատ դերասաններ անգամ, ոչ միայն դերասաններ գիտեմ, որ իրանք չեն համաձայնվում անգամ համբույրի տեսարան խաղալ, որովհետև էլ եմ ասում, դա պիտի հասնի տեղ, նախ պիտի լինի իմաստային, տեղ հասնի, այսինքն աննպատակ չլինի, ու երկրորդը լինի
էլի խաղընկերոջդ հետ էլ լինի այդ քիմիան, հա, այսպես ասած։ Լիլիթ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ես յուրաքանչյուր հաղորդման վերջում հարցնում եմ բացարձակ արժեքի մասին, դուք հաղորդման ընթացքում արդեն այդ հարցին պատասխանեցիք, հիշեցնեմ, որ բացարձակ արժեք ձեզ համար ընտանիքն է։ Միշտ։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույց ապահովելու համար։ Ես եմ շնորհակալ Անահիտ ջան, իրոք շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Հետաքրքիր հարցեր հնչեցին, որ այսքան ժամանակ ինձ ոչ ոք այդ հարցերով չէր բացել։ Շնորհակալ եմ շատ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։